В основу концепции мы положили идеи, связанные с именем Комիտаса и с его любовью. Ագբա բանկի եւ Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի այգու բարեկարգման նախագիծն է։ Առաջիկայում պուրակը կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ։ Կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին։ Сейчас у нас есть шанс сделать обновление. Հնարավորություն ունենք վերաիմաստավորելու եւ նոր բովանդակությամբ հարստացնելու Կոմիտասի հուշարձանի հարակից պուրակը։ Մեզ համար առաջնային է պահպանել արդեն ձևավորված բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարևոր է պահպանել պուրակի պատմական կառուցվածքը, քանի որ այն ամբողջությամբ կրկնում է դիմացի Սարյանի հուշարձանի պուրակի հատակագիծը։ Հուշարձանի շուրջ նախատեսում ենք ջրային տար ավելացնել, որպես հարգանքի տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց։ Այն ուղղությամբ, ուր նայում է հուշարձանը, կտեղադրվի մեծ ծաղկաթումբ դաշտային ծաղիկներով։ Սա քաղաքային միջավայր կբերի բնության շունչը եւ կհիշեցնի, որ Կոմիտասը բնությունը ընկալում էր որպես հայկական գեղեցկության անբաժանելի մաս։ Պուրակի բարեկարգումը Ագբա բանկի նվերն է երևանցիներին իր 30-ամյակի կապակցությամբ։ Նախագծային փուլից հետո կսկսվեն այգու վերակառուցման եւ արդիականացման աշխատանքները։ Ագբա բանկը նշում է 30-ամյակը եւ մի շարք միջոցառումներ են նախատեսվում եւ սա փաստորեն Երևանի հետ կապված մեր թերևս ամենամեծ ծավալուն միջոցառումներից մեկը հենց սա է եւ մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում ենք ոչ միայն վերականգնել, այլ դարձնել այս քաղաքի կենտրոնում, քաղաքի սրտում գտնվող այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից եւ ավելի սիրված վայր երևանցիների ու հատկապես երեխաների ու ուսանողների համար։ Պրոյեկտը, որը իրականացվելու է ժամանակակից բոլոր ստանդարտներով է, լինելու հաշվի առնվում էկոլոգիական բոլոր պայմանները, կանաչ մասսայի պահպանությունը, կիրառվելու են իռիգացիոն նոր համակարգեր, որովհետև տեսնում եք, որից է այսպես համակարգեր չկա, եւ նաեւ լուսավորման նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու։ Այս նախագիծը մենք իրականացնում ենք Ագբա բանկի գործընկերների հետ եւ սա այն կարելի ասել մատների վրա հաշված, բայց շատ կարևոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային ոլորտից։ Ագբա բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այգում եւ նաեւ համաֆինանսավորել հետագա այգու վերակառուցումը ըստ այդ նախագծի։ Ես կարծում եմ սա քաղաքի սրտում ամենակարևոր կանաչ տարածքներից մեկն է, ամենակարևոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն Անդրեասյանին ակտիվ մասնակցության համար եւ կարծում եմ սա շատ կարևոր օրինակ է մասնավոր մեր գործընկերների համար, որ իրականում անկախ ոլորտից նաև շատ կարևոր է սոցիալական պատասխանատվությունը եւ կարծում եմ Ագբա բանկը սոցիալական պատասխանատվության առումով շատ մեծ դերակատարում այսօր ֆիքսեց քաղաքի նկատմամբ եւ կարծում եմ եւ ես եւ երևանցիները շատ շնորհակալ ենք ձեզ այդ ձեր մոտեցման համար։ Նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Տարածքում ավելացվելու է ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ եւ կանաչ միջավայր։ Կլինի կաթիլային ոռոգում, բույսերի շարունակական ծաղկումն ապահովելու եւ չորացումը կանխելու համար։ Կավելանան նոր զբոսուղիներ։ Мы общались с музеем имени Комитаса и с институтом изучения, и там обнаружили... Արխիվներից դուրս են բերվել Կոմիտասի գրած բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք նվիրված են Հայաստանին։ Դրանց մի մասը վերաբերում է արահետներին, բնությանը եւ զբոսանքներին։ Հիմնական անցուղային արահետների սալահատակին կլինեն բանաստեղծական տողեր, որտեղ խոսվում է քայլելու, զբոսնելու, բնության հետ կապի մասին։ Տարածքում կստեղծվի նաև փոքր բեմ ամֆիթատրոնով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։ Կոնսերվատորիայի եւ երաժշտական դպրոցի սաները կկարողանան ելույթ ունենալ բաց երկնքի տակ, քաղաքին նվիրելով որակյալ երաժշտություն։